Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լատակյո մեջ բռնություններ եւ ցույցեր, դաշնայնացման գոչերը Սուրյո մեջ ողբերգական ավարտ ունեցան։ Գիլիգիա Արցախ, երբ նախագահական խոսքը գբարդավորե ֆրանսական հիշողությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը դիմաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ին վիճարկելու այնտաբի ասեղնագործության բացառապես թերքական ժառանգություն ճանցվելը։ Ոգեղեն առաքելություն եւ պետական պատասխանատվություն, Մասիս Ինջիջյան, ճշմարտության եւ արդարության ճանապարհին, Արա Խաչիկ Մանուկյանի առաքելությունը։ Արցախի բանկերն ու պերտերը կույքագրված են։ Արցախյան փախլավա, Մարդին Եսայան, Ալիևին երբեք պիտի չհաջողի ամբողջ ճովին բնակեցնել Արցախը։ Գիրագի օր Սուրյո Ձովեզերիա Լատակիա քաղաքին մեջ, ինչպես նաև երկրի շարք այլ քաղաքներում մեջ տեղի ունեցան լայնածավալ փողոքի ցույցեր, որոնց ընթացքին հազարավոր ցուցարարներ երթով պահանջեցին քաղաքական դաշնայնացում եւ ավելի լայն իրավունքներ Ալաուի համայնքին համար։ Դեղի ունեցած հավաքները վերաճեցան բռնություններու։ Փողոքի ցույցերը գազմագերբված էին համայնքային աստեցիկ գործիչներու գոչով, ներառյալ Ալեուիական իսլամական գերագույն խորհրդի ղեկավար Ղազալ Ղազալի մասնակցությամբ։ Անոց նպատակներ թադաբարդել Ալաուի համայնքի սահմանակցումը նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի դաբալումեն ետք 2024 թվականին եւ Սյուննի ուժերու գոմե կերագշրվող կառավարության իշխանության քալեն ետք։ Ականադեսներու եւ դեղական պաշտոնյաներու համաձայն Լատակյո մեջ տեղի ունեցած ցույցը բռնություններու վերածվեցավ այն բահուն, երբ անհայտ աղբյուրե գրագործներ հնչեցին։ Ազհարի հրաբարագին մեջ հավաքված հազարավոր մասնագետներու մոտ խուճապ եւ քաոս ստեղծվեցավ։ Ընդհանուր առմամբ Լատակյո եւ Հարագից Զովեզերիա քաղաքներու մեջ տեղի ունեցած հավաքներուն ընթացքին զոհվեցան 3 ցուցարար, իսկ 40-ը ավելի մարդ վիրավորվեցավ։ Զոհերուն մեջ կան քաղաքացիական անձեր եւ առնվազն 1 անվտանգության ուժերու անդամ, ով զոհված է բախումներու ժամանակ։ Այս զարգացումները տեղի կունենան Սուրյո մեջ համայնքային եւ քաղաքական լարվածության խորացման պայմաններուն տակ Ասադի վարչագահի անգումենի ետք 2024 թվականի վերջին, երբ իշխանությունը փոխանցվեցավ դարբեր քաղաքական ուղղվածություններ ունեցող բազմատեսակ ուժերու։ Ալաուիական շրջանը, որ երկար ժամանակ կնկատվեր ասադական իշխանության հենարանը, վերածված է աջող թշկողության կետրոնի, բռնություններու, գամայական ցերպակալություններու եւ անվտանգության բացակայության։ Մի քանի օր առաջ Հոմս քաղաքին մեջ Ալաուիական մզգիտի դեմ իրականացած մահապեր հարցակումը, որոնց հետևանքով զոհվեցան քանի մի հավատացյալներ, ավելի սրեց թշկողությունը եւ դարձավ գիրակնորյա ցույցերու աստագը։ Սուրյո անցումային կառավարությունը նախագահ Ահմեդ Էլ-Շարայի գլխավորությամբ առայժմ ամբողջական հայտարարություն չէ դարածած տեղի ունեցած դեպքերուն վերաբերյալ, սակայն պաշտոնյաները դադարեցրած են բռնությունները եւ հայտարարած քննություններու անցումի մասին։ Գործադիր իշխանությունը նաեւ վստահեցուցած է, թե պիտի հարկե խաղաղ ցույցերու իրավունքը միաժամանակ կոչ ուղղելով հասարակական կարգի պահպանման։ Մարդու իրավունքներու պաշտպանության գազագերբությունները եւ միջազգային դիտորդները իրենց կարգին գոչ կուղել լարվածության նվազեցման, ընդգծելով, որ խաղաղ ցուցարարներու նկատմամբ ուժի գործադրումը կրնա ավելի խորացնել արդեն իսկ ծանր քաղաքական եւ համայնքային բաժանումները Սուրյո մեջ։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը իր ցավակցությունը կհայտնի զոհվածներու ընտանիքներուն։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդեն նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե, երբ ֆրանսական հանրապետության գործող նախագահը 2017 թվականին կհայտարարե, թե քաղաքացիությունը ֆրանսական պատմության մեկ մասն է, այն հանցագործություն է, մարդկության դեմ գործադրված հանցագործություն, իսկական բարբարոսություն, այդ արդահայտությունը միայն հիշողության վերաբերող դիրքորոշումը չէ։ Այն կբարդավորե պետությունը։ Այդ խոսքը կփանա պատմական պատասխանատվության դաշտը, որ կգերազանցե դասական քաղաքային գայսրության նեղ շրջանակները եւ կհրավիրե վերանայելու ազգային հիշողության ծայրամասերուն մեջ մնացած դեպքերը։ Այդ դեպքերուն շարքին կգտնվի նաեւ 1921 թվականի Գիլիգիո լեգումը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտեն ետք Ֆրանսան Գիլիգիա կմտնե կրկնակի օրինականությամբ որպես հաղթող դերություն եւ որպես հայ բնակչության պաշտպան, որ վերապրած էր հայերու ցեղասպանությունը։ 1919 թվականին Արևելյան լեգիոնը, որ Բողոս Նուբարի հովանավորության տակ դարձած էր Արևմտյան Հայաստանի աբակա ազգային բանակի գորիսը, վերանվանվելով հայկական լեգիոն, ֆրանսական իշխանությունները բացահայտ կերպով կխրախուսեն ցեղասպանութենեն փրկված հայերու վերադարձը իրենց հայրենի հողերը։ Անոնք կուտան անվտանգության, վարչարարության եւ վերագառուցման երաշխիքներ։ Այս խոստումը կցեվավորե խորունկ եւ քրեթե գոյաբանական վստահության հարաբերությունը մեկ կողմէ ծանր վերքեր գրած ժողովրդի, մյուս կողմէ ֆրանսական հանրապետության միջև։ Սակայն 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Անկարայի համաձայնագիրը կհաստատե գդրուկ շրջադարձումը։ Իրաբաշտ քաղաքականության եւ դարաձաշրջանային գայունացման անունով Ֆրանսան ուղղակի բանակցություններ կվարե կեմալական իշխանություններուն հետ, կդարհանե Գիլիգիան եւ առանց պաշտպանության
կծկե դասնյակ հազարավոր հայեր։ Հետևանքները անմիջական են՝ չարթեր, հարգադրական գաղթ, սեփականազրկում, բազմահազարամյա հայկական ներկայության գրեթե ամբողջական վերացում։ Գիլիգյան կվերածվի իր բնիկ ժողովրդեն տադարգված տարածքի ոչ թե պատմության բադահական շրջադարձի, այլ գիտակցված քաղաքական որոշման հետևանքով։ Գիլիգյան խիստ իրավական իմաստով քաղաք չէր, սակայն այն կգտնվեր ֆրանսական փաստացի պաշտպանության եւ զինվորական վարչակազմի տակ։ Իսկ այն քաղաքային պատմությունը զոր նախագահ Մակրոն կբնութագրե որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, չի սահմանափակվիր միայն իրավական կարգավիճակներով։ Այն կբնորոշվի նաև այն իրավիճակներով, երբ մեկ տերություն կգործադրի իշխանություն, կստեղծե գենսական ակնկալիքներ, ապա կհեռանա բնակչությունը թողելով զանգվածային բռնություններու վտանգին դիմաց։ Այս իմաստով Գիլիգիո լեգումը ամբողջովին կդեղավորվի Ֆրանսիայի արտասահմանյան պատասխանատվություններու ավելի լայն պատմության մեջ։ Այն կբարձրացնե հիմնարար հարցը, որ արդիական է նաև այսօր։ Արդյոք պետությունը կրնա հղու մնել իր համամարտկային արժեքներուն, միաժամանակ շրջանցելով իր անցյալի որոշումներու մարդկային հետևանքները։ Ֆրանսիայի գոմե հայրու ցեղասպանության ճանաչումը կգործընծնե իր բարոյական ամբողջականությունը, եթե անոր անմիջական շարունակականություններն մեկը 1921 թվականի Գիլիգյան ողբերգությունը շարունակե մնալ լրության մեջ։ Այս լարվածությունը հռչակված սկզբունքներու եւ քաղաքական իրողություններու միջև միայն անցյալին չի պատկանիր։ Այն մտահոգիչ արձագանք կգտնե ժամանակակից դիվանագիտության մեջ։ 2022 թվականի հոկտեմբեր 6-ին Բրահայի մեջ Ֆրանսիական Հանրապետության նախագահը հրավիրեց Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը Կարագոմ հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Այս նախաձեռնությունը պաշտոնապես կնպատակադրեր խաղաղության եւ գայունության խթանումը Հարավային Կովկասի մեջ։ Հանդիպման արդյունքով ընդունված հայտարարությունը կհիմնվեր պետություններու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա 1991 թվականի Ալմա-Ատայի հռչակագրին հիմքով, որ քաղաքական դիվանագիտական փաստաթուղթ է եւ ոչ իրավական, սակայն գործականին մեջ այս հիմքը մեկնաբանվեցավ որպես Արցախի հիմնականին մեջ բնիկ հայերով բնակեցված տարածքի Ադրբեջանի իշխանության ներքո անցումի հաստատում առանց արդյունավետ երաշխիքներու անոր բնակչության իրավունքներուն, անվտանգության եւ նույնիսկ գոյության համար։ Հետագա զարգացումները, շրջափակումը, ապա Արցախի հայ բնակչության հարգադրական արդահոսքը բացահայտեցին այդ երաշխիքներու ողբերգական անբավարարությունը։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Փարիզ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բանջելով վերանայել եւ ճշգրտել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկին մեջ այնտեղ իշի անունով գրանցված ասեղնագործության ներառումը։ Այս քայլը կնպատակադրե վիճարկել այն գնահատականը, որ կնկատվի պատմականորեն թերի եւ իրավականորեն խնդրահարույց, քանի որ նշյալ տեքստիլային վարպետությունը ներկայացված է որպես բացառապես Թուրքիո մշակութային ժառանգություն։ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկին մեջ գրանցված Գազիանտեպի քաշված թելով ասեղնագործություն արհեստը ներկայացված է որպես թրքական ոչ նյութական մշակութային ժառանգության դար։ Սակայն Արևմտյան Հայաստանի Հանրապետության համաձայն այս ասեղնագործությունը պատմականորեն սերտորեն կապված է այն տաբի հայկական համայնքներուն հետ։ Քաղաքը, որ կգտնվեր պատմական Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ եւ ներկայիս ծանոթ է Գազիանտեպ անունով։ Էթնոգրաֆիական ուսումնասիրությունները, միսիոնարական արխիվները, ակադեմիական հրատարակությունները եւ թանգարանային հավաքածուները կվկայեն, թե քաշված թելով ասեղնագործության այս ձևը լայնորեն գործածված է հայ գիներու կողմէ, հատկապես կենցաղային եւ գրոնական միջավայրերու մեջ, ինչպես նաև ընտանեկան օժիտներու պատրաստման ընթացքին շատ ավելի առաջ, քան ժամանակակից թուրքական պետության կազմավորումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմումին մեջ կշեշտվի, որ այս ասեղնագործության տեղական փոխանցման ընդհատումը մշակութային հրաժարում չէր, այլ հետևանք հայրու ցեղասպանության շրջագիծին մեջ իրականացված հայկական համայնքներու ոչնչացման եւ բռնակախտի։ Թիմումը կհիմնվի շարք միջազգային իրավական փաստաթուղթերու վրա։ Թիմումին գծված է նաև առանձնահատուկ իրավական հավելվածը նվիրված բնիկ ժողովուրդներու իրավունքներուն, ուր Արևմտյան Հայաստանի հայ ժողովուրդը կբնութագրվի որպես բնիկ ժողովուրդ միջազգային իրավունքի գործառնական իմաստով եւ կշեշտվի, որ համայնքի հարգադրական վերացումը չի վերացներ անոր մշակութային իրավունքները։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին մեջ հնչեց խոսքը, որ կգերազանցեր սովորական քաղաքական ելույթներու սահմանները եւ կգրեր խոր աշխարհացկային եւ փիլիսոփայական բնույթ։ Պատգամավորի տեխնազու Մասիս Ինջիչյան ներկայացուց ոչ միայն իր գենսակրական ուղին, այլ նաեւ իր համոզումները հայ ժողովրդի առաքելության, հոգեվոր վերածնունդի եւ պետականության իմաստին մասին։ 1962-ին Բոլսո մեջ ծնած Մասիս Ինջիչյան բազմասերունդ բոլսեցի ընտանիքի ժառանգ է։ Անոր արմատները կհասնին ագն Երզնգայի նահանգի
Արցախի պատմական հայկական բնակավայրերեն։ Գրթությունը ստացած է Բոլսո եւ Գիբրոսի մեջ Մելքոնյան վարժարանի մեջ, իսկ 1980-ին ավարտած է Բոլսո Վիեննական Մխիթարյան վարժարանը, իրեն բնութագրելով որպես մխիթարյանցի հստակ արժեքային ինքնությամբ։ Բարձրագույն գրթությունը ստացած է Գերմանիո Կարլսրուհե քաղաքին մեջ համագործային գիտություններու մասնագիտությամբ։ Մոտ 35 տարի է ի վեր Գաբրի Զվիցերիո գերմանախոս հատվածին մեջ եւ գործե դեղեկատվական արհեստագիտության ոլորտին մեջ։ Ինջիջյան երկար դարիներ գործուն մասնակցություն ունեցած է սփյուռքահայ մշակութային եւ գրթական կյանքին։ 10 տարի հրադարագած է գերմաներեն Մենք Երգամսիա բարբերատերտը, իսկ 5 տարի առաջ հիմնած է Ցյուրիխի հայկական գիրակնորիա դպրոցը, ուր 4-ին 14 տարեկան երեխաները գսորվին հայերեն եւ մշակույթ։ Ան անցամբ ներգրաված է մշակույթի եւ պատմության դասավանդման մեջ։ Ըստ Մասիս Ինջիջյանի, յուրաքանչյուր մարդ ունի աստվածային ներուժ եւ կոչված է երկրային կյանքեն դեպի աստվածային գիտակցություն վերափոխվելու։ Ան կշեշտե, որ ժողովուրդներու բաժանումը պայմանավորված է գիտակցության զարգացման տարբեր աստիճաններով, իսկ հայ ժողովուրդը օժտված է հատուկ հոգեվոր առաքելությամբ։ Ան կնկատե, թե պատմական շեղումները եւ արժեքային խաթարումները հայության հանգեցուցած են շարունակական փորձություններու եւ ճշմարիտ առաջընթացը հնարավոր է միայն եզերական օրենքներուն համապատասխան ապրելու բարակային։ Մասիս Ինջիջյան ընդգծեց, որ բնիկ ժողովուրդը չի կրնար զրկված մնալ իր հայրենիքեն եւ հոգեվոր ագունքներեն։ Այս համաձայնին մեջ Արևմտյան Հայաստանը ան բնութագրեց որպես մարդկության ոգեղեն փորձության դաշտ, իսկ անոր պետականությունը այդ առաքելության իրականացման գործիք։ Ան շեշտեց, որ պետությունը միայն վարչական կառույց չէ, այլ արդարության եւ ճշմարտության մարմնավորման միջոց։ Ելույթի եզրափակելով ան ընդգծեց, որ քաղաքականությունը իմաստ կստանա միայն այն ադեն, երբ հիմնված է հոգեվոր արժեքներու, ճշմարտության եւ պատմական պատասխանատվության վրա։ Պատկամը, որ կփանա խորքային քննարկում հայ ինքնության, առաքելության եւ պետականության մասին։ Արա Խաչիկ Մանուկյան հետաքննող լրագրող է եւ մարդու իրավունքներու պաշտպան։ Ան հիմնադիրն է համաշխարհային խաղաղություն միջազգային գազམ་ագերբության, որ նվիրված է արդարադատության եւ հաշտեցման առաջխաղացման, պատմական եւ գիտական փաստաթուղթերու ուսումնասիրության եւ հրապարակման միջոցով։ Մանուկյան Բարգադունի, Փակրադունի, Թագավորական դոհմի ժառանգ է եւ Շահան Նատալիի Նեմեսիս գործողության ջարդարաբեդին թորը։ Ան կշարունակե իր ընտանիքի պատմական առաքելությունը ճշմարտության բացահայտման եւ պատմական հանցագործություններու համար պատասխանատվության պահանջի ուղիով։ Արա Խաչիկ Մանուկյանի գործունեությունը կգետրոնանա մորցված կամ դիդավորյալ լրության մատնված փաստերու բացահայտման վրա, իբրև խաղաղության եւ մարդկային արժանապատվության հաստատման նախապայման։ Անոր հեղինակած գործերեն են Թավաջանություն, խոստումը երբեք չիրականացավ եւ ապա լույս եղավ, որոնք բոլորը գշեշտեն մարդկության ճշմարտության որոնումը գիտելիքի, ապացույցներու եւ խաղաղության միջոցով։ Գենեսիս Արմենիա ուղեղային կետրոնը հիմնադրամը հրադարագած է Արցախի վանքերու, եկեղեցիներու, ամրոցներու եւ բերդերու բացառիկ քարտեզներ, որոնց շնորհանդես է դեղի ունեցած է Գառույցի հիմնադրության 5-րդ տարեդարձին առիթով գազմագերբված Հոպելյանային ծերնարգի շրջանագին մեջ։ Քարտեզները գիտականորեն հիմնավորված փաստաթուղթեր են, որոնց նպատակն է փաստակրել եւ պահպանել Արցախի պատմամշակութային ժառանգությունը, վստահելի ապացույցներ թողելով քալիք սերունդներուն համար։ Հուշարձանակետ Սլավա Սարգսյանի խոսքով նախագիծը ունի ոչ միայն գիտական այլ նաև իրավաքաղաքական կարևոր նշանակություն Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համաձայնին մեջ։ Հոպելյանային միջոցառման ընթացքին ներկայացվեցավ նաև Գենեսիս Արմենիայի անցած 5 տարիներու գործունեությունը անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներուն մեջ։ Հիմնադիր դնորեն Աբրահամ Կասպարյան նշեց, որ Գառույցը ձևավորված է 44-օրյա պատերազմենի հետ, համախմբելով աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը եւ ծառայեցնելով զեն ազգային պետական շահերուն։ Ելույթներով հանդես եկան նաև քաղաքական եւ հասարակական շարք գործիչներ, շեշտելով Գենեսիս Արմենիայի դերակատարությունը Արցախը իբրև հայ բահբանության եւ ազգային պայքարի առանցք դիտարկելու մեջ։ Վերջավորության Գենեսիս Արմենիան վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու գիտական, ծրագրային եւ գործնական աշխատանքները ուղղված Արցախի եւ Հայաստանի ազգային շահերու պաշտպանության։ Արցախյան փախլավան փախլավայի այն տեսակն է, որ կպատրաստվի Արցախի եւ Հայաստանի տարբեր շրջաններուն մեջ։ Արցախի մեջ փախլավան քաղցրավենիքներու անբաժանելի մաս կգազմե, թեև հաջող կգապվի դոնական ցեղաններուն հետ, սակայն անիկա պարտադիր գերբով միայն դոներուն չէ, որ կպատրաստվի։ Արցախյան փախլավայի պատրաստման ժամանակ կգործածվի թթխմոր, գաղին կամ ընկույզ, աղացած մեխակ, հիլ եւ քրքում։ Խճողակը կպատրաստվի աղացած ընկույզեն եւ հադիկավոր շաքարեն։ Խմորեն կբացվին շերտեր, կկսվին գարակով եւ շաղ կդրվին միջուկով, կրկնվելով մինչեւ 9-10 շերտ։ Վերջին շերտին վրա կկսվի քրքումով խառնված ծվի տեղնուց։ Փախլավան կդրվի շեղանգունացև, յուրաքանչյուր գդորի վրա կդրվի գաղին կամ ընկույզ։ Ընկույզը գլեցվի խմորի շերտերուն միջև, որոնք թխվել է յետ կներծեն շաքարաչուր կամ որոշ շրջաններու մեջ հալած մեղր։ Փաղադրադոմսը ունի շրջանային բազմաթիվ տարբերակներ։
Ադրբեջանի նախագահի վերջին այցելությունը բռնագրաված Արցախ եւ Ստեփանագերդի մեջ բացված այսպես կոչված պուրակը, ինչպես նաեւ քանի ընտանիքներու վերաբնակեցման փորձերը ըստ ռազմական փորձագետ եւ ազատամարտիկ Մարտին Եսայանի քաղաքական բեմադրություն են ամբողջովին գդրված իրականություն են։ Եսայանի խոսքով նույնիսկ ադրբեջանական իշխանական շրջանակներու ներսը լուրջ մտահոգություններ կան Արցախի բռնի վերաբնակեցման հարցին շուրջ։ Դարածքին մեջ ադրբեջանցիները չեն հարմարիր։ Բազմաթիվ դժվարություններու կհանդիպին եւ շատ բարականերու ստիպողաբար կդեղափոխվին Արցախ։ Մոտավորապես 250 գյուղերեն միայն քանի դեղերու մեջ փորձ կատարված է բնակեցում իրականացնելու, սակայն շատեր չեն դիմացած եւ հերացած են կշեշտե ան։ Փորձագետը համոզված է, որ Արցախի հարցը փակված չէ եւ չի կրնար փակվիլ ոչ ադրբեջանի նախագահի, ոչ էլ Հայաստանի ներկա իշխանություններուն գոմե։ Մենք պիտի շարունակենք պայքարել մեր դուն վերադառնալու իրավունքին համար։ Արցախը իրենցը չէ եւ անոնք չեն կրնար այնտեղ ապրիլ դանդիրոջ իրավունքով, կսե Եսայան։ Ան նաև խիստ քննադատություն գուղե որոշ հոգևոր եւ քաղաքական գործիչներու վարկագիծին, ընդգծելով, որ Արցախահայությունը չէ համագերված ստեղծված վիճակին հետ եւ չէ հրաժարած իր իրավունքներեն։ Մարտին Եսայանի համոզմամբ աշխարհի եւ շրջանի մեջ ընթացող գործընթացներուն պայմաններուն տակ ոչ ոք կրնա կանխադեսել Արցախի վերջնական ճակատագիրը։ Իր եզրակացության մեջ Եսայան կշեշտե, որ իշխանությունները անցողիկ են, իսկ հայրենիքն ու եկեղեցին հարադեպ։ Վերջնական հաղթողը պիտի ըլլա ճշմարտությունը, հայրենիքը եւ հավատքը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։